Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ցեզ հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները 3 եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացային են կսփռվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայինի թիմադետրի էջերեն։ Այսօր կգտնվենք Ջունիի Սուրբ Հարություն եկեղեցվո մեջ։ Ջունիի Սուրբ Հարություն եկեղեցվո շինությունը սկսավ 1954-ին եւ ավարտեցավ 1956-ին բարերարությամբ Գյուլլաբի Գյուլբենգյանին։ Եկեղեցին օծվեցավ ցերամբ երջանկայի շադակ դեր խորեն եպիսկոպոս Փարոյանի, հետակային կաթողիկոս Մեծիդան Գիլիգիո։ Եկեղեցվո առաջին հովիվը եղավ դեր Շահե Քահանա Ալեմեզյանը։ Իր վախճանում են յետք եկեղեցին ունեցավ 3 հոգևոր հովիվներ՝ Հմայակ Քահանա Մինոյան, Բարգև Քահանա Հովաննեսյան եւ Վահան Քահանա Ղազարյան։ 1985-ին եկեղեցվո հոգևոր հովիվ նշանակվեցավ Խաչիկ Քահանա Միսիրյան, որուն ջիքերով գազմվեցավ եկեղեցվո դիգնաց միությունը, ինչպես նաև դբրած 10-ը գլխավորությամբ դբրաբեդ Ապել Ապելյանի։ 1992-ին հոգևոր հովիվի եւ թաղականության միացյալ չանկերով եկեղեցվո յետևի գոմը գտնվող Խոբան հողաշերտը բարեզարդվեցավ եւ վերածվեցավ գեղեցիկ եւ զարգազարդ փագիմը։ 1998-ին Լիբանանի հայոց թեմի օրվան առաջնորդ Քեղամ եպիսկոպոս Խաչերյանի եւ եկեղեցվո բարեկամ նվիրատուներու ջիքերով վերագառուցվեցավ եկեղեցվո քմփեթը եւ այլ հարագից մասեր։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Հարություն եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ դեր Սարգիս Ավագ Քահանա Սարգսյան։ Օրհնեցեք դեր այ։ Ասպազորտն է բարի եկաք բարձկնիտ գադա ասկեղեցիկ նախասենության համար։ Շնորհակալություն։ Առաջին հերթին պիտի խնդրեմ որ ներկայացնեք հայ եկեղեցվո կարևորությունը մեր ընկերության մեջ։ Հայ եկեղեցին միշտ եղած է մեր հոգիներու ծննդավայրը, որ մենք որպես հայ ժողովուրդ միշտ մեր հանգիստը, մեր հոգի հանգստությունը կդածենք եկեղեցի մեջ։ Եվ պատմության ընթացքին եթե ուսումնասիրենք, պիտի տեսնենք, որ միշտ եկեղեցին է, որ դված է այդ հույսը, դված է այդ հավատքը եւ դված է սերը ժողովրդին, որպեսզի մեկ ժողովուրդ լա եւ գարենա եկեղեցի զորությամբ բայկարիր բոլոր այդ դժվարություններուն դեմ, որոնք բադահեցան մեր պատմության ընթացքին։ Շատ լավ, գիտենք որ կարևոր է եկեղեցի ժողովուրդ կապը։ Հետևաբար ինչ աշխատանք կդանիք այդ կապի ամրապնդման համար։ Գիտեք, մարալ մենք մեր եկեղեցին քիչ մը զայրամաս է անիմաստով մեր ծուխը մեծ է, դարածաշրջանը գսկսի ուրեմն Զալայե մինչև Ֆիդար, մինչև Վերի Լերան գողմերը, բայց եւ գիտեք որ Անտիրիաս Զալա աշրջանը Գամեզիդան Գիլիգո կաթողիկոսության մայր դաջարը որ ժողովուրդը հոնգը հաջախ է, որովհետև թյուրին է եւ մոդ է, բայց մենք կփորձենք նաեւ այս եկեղեցին գիտեք ծուխի մեջ ջունի մեջ հայության տիվը նվազած է, բայց ասում մենք աշխատենք նաեւ մյուս ձխական շրջաններն է ժողովուրդը գաբել այս եկեղեցին զանազան միջոցներով մենք զանազան նախաձեռնություններ կգադարենք դարին որպեսզի ժողովուրդը գապ պահե մեզի հետ եւ մենք ուրեմն այդ միջոցներեն մի քանի հոգին օրինակի համար մենք ամեն տարի յուրահատուկ օր հատկացած ենք մեր բարերարներուն որոնց ննչեցյան հոգյանքիստը գնենք մայրերու դոնը հայրերու դոնը ժողովուրդ արիտներ ծնունդ զադիկ մենք նաև ընկերային արիտներ կստեղծենք որպեսզի ժողովուրդը կա եւ աստեղ դարբեր բամը տեսնե եւ կապի եւ մենք այդ միջոցին մենք մեր ժողովրդին տիվերը գարնենք մենք ուրեմն WhatsApp գրուպ ունենք որ ամեն անգամ որ գուքան ժողովուրդը աստեղ տիվերը գարնենք եւ կփորձենք գապի ժողովրդին հետ WhatsApp-ի միջոցով ունենք մեր Instagram, Facebook-ը որոնց QR կոդը դրած ենք մուտքին եկեղեցվո անոնք որոնք գուքան կնկարեն եւ կգնան ուղագի մեր էջը մտնել եւ հետեւեն մեր աշխատանքներուն շատ են աշխատանքները բայց մենք պիտի աշխատենք որ լավագույն ձևով օգտակար դառնալ եկեղեցին որովհետև ինչպես վեհապար հայրապետը միշտ ինքը շեշտե որ եկեղեցին ժողովուրդն է երբ որ ժողովուրդը գուկա երբ որ ժողովուրդը ներկա է այս եկեղեցին առավել եւս կբայծարանա եւ այս եկեղեցին միշտ լուսավոր կմնա Շատ լավ, վերջին հարցումը Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զանգվանդոներու արիտով դնորհնեկը կդարվի որքանով կգարձեք կարեւոր է դնորհնեկը Շատ կարևոր է եւ անհրաժեշտ է դնորհնեկը եւ կշեշտեմ այս մեկը որտեղ մենք մեր դուներեն ներս կդանենք Քրիստոսը դնորհնեկի միջոցով
Քրիստոսի ծնունդին գտանինք Հիսուս մանուկը եւ գործնենք այդ դունը եւ զադիգը նաեւ հարության ավետիսը։ Գիտեք մեր դուները դարվան ընթացքին գենտարգվին զանազան դժվարություններու, նեղություններու եւ չգիտեմ այլ բաներու, բայց այս արիտները երկու արիտ են, որ մեր դուներեն ներս մտնե օրտնությունը, մտնե աղոթքը։ Եվ այստեղ ես գոչ կուեմ մեր ժողովուրդին, որ այս ավանդությունը բահենք, որովհետև շատ կարևոր է։ Այսօր երբ որ կահանան գմտնե, կահանան Քրիստոսի ներկայացուցիչն է, գբերե ավետիսը այդ եկեղեցին եւ գպաշխե ընտանիքին։ Գիտեք այսօր ընտանիքը ամուր մնալու համար հիմնական պայմանը հավատքն է։ Հիմնական պայմանը Քրիստոսի ներկայությունն է։ Այսօր մենք զավակները բիտացիարագենք գործնական ձևով, ոչ թե թելադրելով, այլ տեսնելով։ Երբ որ կահանան դարին երկու անգամ գմտնե դուներեն ներս, մեր զավակները կտեսնեն, որ եկեղեցին կահանան հոգեվորականը ներկայություն է, այդ դան մեջ օրտնությունը ներկա է եւ նաեւ ադիգա կտառնա գալիք սերունդներուն նաեւ արիտ, որբեսի շարունակվի այս ավանդությունը, որ շատ կարևոր է, որբեսի գիտեք այս տարի հոգեվոր վերանորոգման տարի է եւ ասիգա արիտ մնե, որ մենք մեր հոգիները նորոգենք նաեւ այս ավանդությունները բահելով, հետեւաբար մենք պետք է դիմենք եկեղեցին, գիտեք այսօր պայմանները փոխված են դնորդնեկի, ժողովուրդ ինք կապ կհաստատի հոգեվորականներու հետ եւ այսօր բոլորին գոչ կուղեն, որբեսի անպայման մեր ժողովուրդը կապ բահե, կահանան հրավիրե, որբեսի երթա եւ ադունի օրտնությունը բաշխե, որովհետեւ գիտեք այդ օրտնությունը եկեղեցին շատ գեղեցիկ է այդ ավանդությունը, եկեղեցին գտանին դուն եւ դունի մեջ հոն ընտանիքեն ներս անգամ եւս կվերանորոգվի այդ հավատքը, այդ եկեղեցի հասկացողությունը եւ Քրիստոսի ներկայությունը ադրամար անպայման բահենք եւ դեր դառնանք այս ավանդություններուն։ Մեր հաջորդ զրուցակիցն է Ժունի Սուրբ Հարություն եկեղեցվո Տաղանության ադենաբեդ բարոն Հակոբ Մեսրոպյան։ Բարև ձեզ։ Բարև։ Բարոն Հակոբ, գիտենք որ Տաղական խորհուրդները եկեղեցիներու վարչական աշխատանքները համագարկողներն են։ Եկեղեցվո Տաղանությունը ինչ աշխատանքներ կկատարի։ Ուրեմն մեր եկեղեցու Տաղանությունը մենք 9 հոգի գազմ ունենք, որ միշտ ամեն ամիս ժողովները գնենք եւ ժողովներն հետո ինչ որ որոշում կառնենք մեր եկեղեցի բարեզարդման համար է։ Մենք միշտ աշխատենք եկեղեցի բարեզարդման համար, ինչպես նաեւ ամբողջ եկեղեցու նորոգությունները, ինչ որ պետք է նոր տահլիճը որ շինեցինք ոստեղը, ինչպես նաեւ դարին անգամ որ մադաղի օրտնությունը գնենք Սուրբ Հարություն դոնին արդիվ ադոր կորձունեությունը բոլորնից միասին մեկ ցերկ աշխատենք մենք եկեղեցին համար։ Հիմա մենք նաեւ ունենք ամեն գիրագի բادرակեն հետո տահլիճի մեջ մենք իբր ժողովուրդ եւ Տաղանություն եւ եկեղեցի գաբ որ ունենք միասին ամեն գիրագի մենք բادرակեն յետքը տահլիճի մեջ սուրճ կհրանցնենք եւ գնստենք միասին բոլորնից մեկ ընտանիքի պես գնստենք եւ միասին այդ գաբը գբահենք մեր եկեղեցու գաբը ինչպես նաեւ մենք բոլորս աշխատենք ինչպես որսի եկեղեցի բարեզարդման համար ամբողջ նորոգությունները որ ինչ որ գա վերջինը որ ռինք մենք փագի նորոգությունը ռինք ցանգաբադը բահագի սենյակը դիկնացի սենյակը բոլոր նորոգությունները գամած աշխատենք որ այդ նորոգությունները անենք ասելով Հիմա բոլորս ինչպես ասի աշխատենք մենք եկեղեցի համար բարեզարդման համար գմնա անտինը մի քանի դժվարություններ որ կան վստահ դրամական նյութական դժվարությունները կան բայց առաջ ասած ամեն ինչ կամած գարձեմ թե գլուծվի Այժմ մեզ հետ է Սուրբ Հարություն եկեղեցվո Տաղանության նախկին անդամ բարոն Ռաֆի Եսայան Բարոն Եսայան գրնակ մեզ եկեղեցվո առնչված հուշեր պատմել Մեր եկեղեցի նախքան հոսը լալի առաջ մեր քիչ վեր նախքին շենք մգա որ հիմա այդ շենքը գա բայց այդ շենքը ծառայած է որպես եկեղեցի եւ որպես դպրոց 40-ական թվականներում ուրեմն 50-ին մեր աստղի եկեղեցին հողադարածքը կնվեցավ եւ եկեղեցի մփարծացավ եւ եկեղեցին առընթեր դպրոց մնալ եղավ Գյուլաբի Գյուլբանկյան վարժարանը ուրեմն քաղաքացիական պատերազմի ժամանակ մեր եկեղեցին ռումբ ստացավ եւ ադոր հետևանքով եկեղեցին բավական սենք ավեր գրեց եւ վերաշինվեցավ
եւ այս վերաշինությունն հետ մեր եկեղեցին ավելի ծաղկեցավ մեր եկեղեցու նաև հովիվները իրենց բարդականություններին եկեղեցու հանդեպ եւ մանավանդ պիտի հիշեմ Տեր Խաչիկ ավագ քահանա Միսիրյանը, որ այս եկեղեցու բարեզարդման եւ եկեղեցու զանոթացման դեղույն համայնքներու հետ մեծ դեր ունեցավ։ Ադգեց անտին որպես հուշ մենք ունեցանք շատ լավ եւ իսկապես անգերտ զարայող տբրաբեդներ, որոնք դարիներ շարունակ մեր եկեղեցու ծառայեցին եւ նեցուկ կանգնեցան հիմա ինձ անունները չեմ իշեր գոր Հարց չկա, կարևոր ընդհանուր այո հիմա այժմ եկեղեցին մեր հովիվը Դեր Սարգիս ավագ քահանա Սարգսյանն է, որ իսկապես հոգվով սրտով գծարայ գոր մեր եկեղեցին եւ վստահ եմ, որ այս մեկը պիտի շարունակվի հագարականոր, որ մեր համայնքը նոսրացավ, բայց եկեղեցի միշտ գանկուն է եւ այսպես պիտի շարունակե։ Մեր հաջորդ զրուցակիցն է Ջունի Սուրբ Հարություն եկեղեցվո տբրաբեդ Քեղամ Սարգսակ Սարգսյան։ Առաջին երթին խոսենք Տբրաստասի աշխատանքներու մասին, քանի անդամները պակասած է Տբրաստասը փորձերը ինչպես կընթանան շփատական դրությամբ կամ որոշ դոներու ադեն մեզի կրնակ բացատրություն տալ։ Այո, ուրեմն մենք Սուրբ Հարություն եկեղեցվո Սարգսակած եւ Տբրաստասը ենք կփաղկանանք 15 անդամները, որոնց մե 8-ն Սարգսակ, մոդավոր 6 տբիր եւ 1 տբրուհի։ Ուրեմն բոլորս ասենք բարեփոխտաբար երիտասարդ դարիքի, բոլորս ուսանողական, համալսարանական եւ կորձի ասպարեզի մեջ լծված։ Հիմա իբր ինչպես ասի ամենքս ասենք թե սպաղած գլանք ամեն մարդ շատ ժամ գրնալա չունենալ, անորմալ մեր փորձերը անանք մեկ երինք որ բոլորնալ գրնան անել արցանց թրությամբ ինչպես կնենք շաբաթական գնենք ամեն գիրագի ասենք թե հաջորդ գիրակվա շարականները փորձ կնենք ինչպես կլա ասենք ունենք WhatsApp գրուպը որուն մեջ ես ասենք թե գարցանակրեմ հաջորդ շաբթվա շարականները եւ բոլորս այս շաբթվա ընթացքին ամեն մեկը իր ժամանակին հարմարության համաձայն գսորվի եւ այսպիսով թեև ֆիզիկապես չենք կրնար տեսնվել միշտ բայց բոլորս ալ միշտ պատրաստ գլանք մեր շարականներում Իմ հաջորդ հարցումս պիտի երդասարտներու ներառումը Տբրաստասներս, բայց ինչպես որ իմացանք, բավական արդեն երդասարտներով լեցուն է ձեր Տբրաստասը։ Այո, ուրեմն ինչպես ասի բոլորս ալ գրեթե երիտասարդ ենք եւ մեզի համար ասի շատ կարեւոր բան է, որովհետեւ մանավանդ աստարուն երբ կտեսնենք, որ երիտասարդներ ավելի մարդիկ գսեն, որ հերու կմնան եկեղեցին, մենք ահավասիկ փաստ ենք, որ ոչ երիտասարդները եկեղեցի գուկան եւ գծարային։ Ինչպես սկսանք Մեզ մեր առաջվանները, մեր տբրաբեդը, մեր առաջվա սարգսակները բոլորը երիտասարդ էին եւ երիտասարդը բերավ երիտասարդ։ Այսպեսով մենք ալգամած շացանք եւ հիմա բոլորս ալ երիտասարդ ենք եւ թեր կքաչալերենք դակավին ինչպես որ երիտասարդներ գլան որ գուկան եւ գսեն գուզենք մենք ալ ցեզի միանալ։ Ինչու համար, որովհետեւ բոլորս ալ ընտանիքի պես ենք։ Անակ մեկ չէ որ մեկը մույսին գսե որ թուն անի է, բայց բոլորս ալ իրար հետ համակորձակցաբար ինչպես որ երիտասարդները ընտանիքի պես գծարային եկեղեցվո մեջ։ Հիմա մեր նպատակն է նաև որ ոչ միայն մենք մնանք, այլ նաև շատնանք եւ մեր կիծածը փոխանցենք մույս երիտասարդներուն, որովհետեւ մեր եկեղեցին ինչպես որ երիտասարդներու եկեղեցի ենք, նոր ծրագիրը սկսանք հոսքե 2 ամիս առաջ, երբ գսկսինք բոլոր կարևոր դոներուն 2 վարյան վիդեոներ են։ Հիմա գիտեք աստարուն մեկը չի գա որ 10 վարյան գտիդե ու գցանցրանան։ Անոր համար որոշեցինք 2 վարյանոց վիդեոներ անել, ամեն մեկ դոնի համացայն իր օրվա պատկամը եւ շարականը։ Օրինակ սկսանք Սուրբ Ստեփանոսի դոներինք, Սուրբ Ծննդյաներինք եւ ծրագիրներ ունենք մեր հրակ Սարգսակը մեզի կպատրաստե Պիտի ենենք դիանն տարաջ, պարեենտան, վարտանան, ծղևոտյան, ասանգով ժողովուրդը և երիտասարդությունը 2 վարգյան գարջ վիդեոյի մեջ գծանոթացնենք մեր դոներուն, մեր սուպերուն, մեր ավանդության։ Շնորհակալություն, հաջողություն ձեր աշխատանքներում։ Շնորհակալ ենք ձեզի։
Այժմ մեզ է հետ է Ժունի Սուրբանություն եկեղեցվո տաղանության նախկին անդամ աղկադախանամի պատասխանատու բարոն Գրիգոր Սահակյան։ Եկեղեցին աղկադախանամի քանի բարակա ունիք եւ ինչպես օգտակար կդառնա իրենց։ Մոտավորապես 50 հոգի ունենք եւ հանձնախումբ գազմած ենք 5 հոգի է, որոնք կսպաղին օժանդակելու եկեղեցի գարիկավոր ընտանիքներուն եւ մանավանդ ձերերուն։ Այո։ Ինչպես ամեն ամիս կամ դարին քանի անգամ Ամեն ամիս գայցել են 5 հոգի են իրենք, գայցել են ընտանիքներուն եւ պետք եղած բաները գաբահովեն իրենց։ այսինքն նյութական կամ ուդեստեղ Նյութական, ընդհանրապես նյութական է, իսկ դարին 2 անգամ գաղանտին, այսինքն ծնունդին եւ զադիգին բոլորին նյութական օժանդակություն կբաժնենք։ Աղկադախնամի բնակը մեզամասնությամբ հանգալեն գանենք, մեզամասնությամբ, բայց գան մարդիկ, որ գուզեն օժանդակել, բարերարներ ունիք այսին հատուկ։ ունենք, adonk նոր են գոժանդակել մեզ։ Այժմ մեզ է հետ է Ժունի Սուրբարություն եկեղեցվո դիկնած անձնախումբի ադենաբեդուի դիգին Անի Թավիթյան։ Գիտենք, որ եկեղեցվո բայձարության մեջ կարևոր բաժին ունի դիկնած անձնախումբը։ Այս գծով ցերտեր եւ բարդականությունը ինչ է։ Բարի եկածեք առաջնորդարանի եւ վանացայինի գողմե մեր ընտանիքներս Ժունի Սուրբարություն եկեղեցվո ընտանիքներս մենք այժմ դիկնած հանձնախումբը ունի 6 անդամներ, հավելյալ ունենք 2 օժանդակ անդամներ, որ հերթական ձևով ամեն գիրագի ներկա կգտնվենք առօրյա գիրագի օրվա պատարակներուն։ Ուրեմն մեր կորձունեությունը ունենք 2 մեծ կորձունեություն, առաջինը վերամուտի ցերնարգը, երկրորդը զատկված ցերնարգը, միջինքի ցերնարգը եւ ասցեվով կշարունակվի մեր ամբողջ կորձունեությունը։ Վերամուտի ցերնարգեն յետքը, որ կլա ջաշկերույթը կամ բրանչը, անգևերջ գուքա փոքրերու ծրակիրը։ Ունենք ծնունդի շրջանին մեր դիկնացի բազարը, որ մենք զանազան բաներ կպատրաստենք, անշուշտ նվիրատուներ ալգան իրենց խոհանոցի պետքերը կբերեն մեր կովը եւ կծախենք մենք ատմիջոցին, միևնույն ժամանակ փոքրերուն համար ունենք հadoop ցերնարկ, որ փոքրերը ուրախանան զվարճանան Խումբ մգանչեք, այսինքն խումբ մգուկա եւ գունենանք գաղանտ բաբուգի հայդակիրը Անոր կհաջորդե մեր դյարընթարաչի պատրաստությունը, ինչպես գիտեք 10 գույսերը գլան եւ մոմագալները կպատրաստենք, փոքրերը նորեն կգանչենք եւ նույն ցևով կունենանք մեր դյարընթարաչը։ Անոր կհաջորդե մեր միջինքի պատրաստությունը, դարձյալ գսեմ մեր դիգիները բոլոր ցևով կպատրաստեն իրենց խոհանոցներս միջինքի ուդեստեղները։ Ցերնարկ կնեք, այսինքն միջինքին կամ ունենանք մեր սրահեններս, ցերնարգը կնենք մեր սրահեններս եւ ճաշերը կպատրաստենք բոլորը մենք։ Մենք ասելով, այսինքն մեր դիկնած հանձնախումբը։ Անգեյետ կունենանք ծաղկազարդի պատրաստություն, եկեղեցվո զարդարումը եւ անոր գահաճորտե ինչպես գիտեք զադիգը։ Զադգին դարձյալ կունենանք խումբը, որ գուկա բզիկները ճոխացնելու նապաստակներով, խաղալիքներով կպատրաստենք հadoop հավգիտներ, հadoop զարդերով կբաժնենք այդ հավգիտները խորանեններս, անշուշտ օրտնված կլան բոլոր քունավոր հավգիտները, եւ այս ցևով կփակենք մեր դարեգան մեծ ծրագիր, անգևերջը գուկա փոքրիկ բաներ, ծրագիրներ, որ գունենք ուրեմն զատգին հաջորդող շաբաթը ունենք մեր եկեղեցու անվանագոչությունը։ Այդ օրը ունենք մենք 2 օր առաջ ավելի ճիշտ ունենք մադաղի պատրաստությունը։ Մեր դիգիները բոլորը ածորենը գնդրեն, գմակրեն, հաջորդ օրը ոչխարները հոս կլան, զենելը գլա, զենելու արարողությունը գլա եւ վերջը մադաղորդն կգլա։ Անգևերջ ունենք փոքր ցերնարկներ, որ գրնալալ, որ բդույթ մնե կամ հավաք մնե եւ ասեվով դարեգան մեր ամբողջ գործունեությունը ասընթացքով կընթանա։
Հարկելու ընկերներ եւ ագանտիրներ ժունի սուրբարություն եկեղեցին ցեզ հետեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը դարձյալ գանտիբինք հարաճիգա շաբաթ առավոտյան ժամը 10-ին ցտեսություն